Բարի առավոտ էլի բարեկամներ, բարի երկուշաբթի, մենք նորից շարունակում ենք մեր եթերը այս շաբաթվա առաջին օրը եւ սկիզբը շատ կարեւոր է։ Փարտիրոջ է շատ անգամ եմ սիրում խոսալ սկզբի մասին, որովհետեւ այն սկիզբը, որը սկսվում է Աստծո խոսքով, Քրիստոսով, ուրեմն ավարտը թագավորական է, փառավոր է եւ հաջողված է։ Փարտիրոջ, այսօր մեր հյուրն է մեր սիրելի Արտուր Մանուկյան եղբայրը, նա Ռուսաստանի Դաշնությունից է եւ Լաբինսկ քաղաքի Քրիստոսի եկեղեցու հովիվը, սարքավակը, Արտուր ջան, շնորհակալ եմ եկար եղբայրս եւ հիմա այսօր միասին ենք վերջապես։ Իդեպ ասեմ, որ առիթ եմ ունեցել լինելու իրենց մոտ երևի մի ամիս առաջ չէ՞ թե, հա, մի ամիս առաջ 3 օրով այնտեղ ծառայեցի, շատ օրհնյալ օրեր ունեցանք միասին, իրոք օրհնվեցինք Փարտիրոջ եւ եղբայրս առաջի անգամ այնտեղ տեսա, ճանաչեցի եւ իրոք շատ կապվեցինք իրար հետ հոգով։ Արտուր ջան, կրկին շնորհակալություն եղբայր եւ շատ ուրախացա, որ Հայաստան եք եկել ընտանիքով եւ վերջապես հանդիպեցինք եւ այստեղ ես եւ ընդունեցիր իր հրավերը։ Այսօր վերնագիրը այսպես է փրկության ավետարանը, փրկության մասին է լինելու խոսքը եւ սիրով լսում ենք ես։ Ողջունում եմ բոլորին, շնորհակալ եմ ես էլ հրավերի համար, Աբրահամ ջան։ Ուրեմն սրտից դրվավ էս միտքը, էս խոսքը, երբ որ հրավիրեցիր մեր փրկության մասին մի քիչ խոսալ։ Ուզում եմ Հուդայի թղթերից մի տեղ մեջբերում անեմ, ուրեմն Հուդայի առաջի գլխի 3-րդ համարն է։ Սիրելիներ, որովհետև ամեն ջանք արի, որ գրեմ ձեզ մեր հասարակած փրկության համար։ Ուրեմն ասում ամեն ջանք արի, դա ես ենթադրում եմ, որ դա հասարակ բան չի, ուրեմն որ ինքը ջանք արի, ուրեմն սրա դեմ պայքարներ կան, հակառակություններ կան։ Ես ուղղակի ուզում եմ ամեն մեկս մեր սիրելի հանդիսատեսները հիշենք, որ մեր փրկությունը էլի ոնց մենք փրկվեցինք մի օր։ Այդ օրը, որ ինչ ուղղակի ձևով մեզի էդի մատուցեց Տերը էլի, իր փրկությունը։ Ոյ, երբ որ ես հետ եմ եթում այդ ժամանակ, ես հիշում եմ, որ իմ փրկությունը, այդ որ Տերը առաջարկեց, ինքը պայմանավորված էր ուղղակի Հիսուսին հավատալով։ Պարզ հավատ հասարակ, որ ասում են, ով Տիրոջ անունը կանչի, նա կփրկվի։ Ու այս հասարակ ինքը շատ բարդ թանկ բան է, արժեքավոր, որովհետև այսօր աշխարհում բոլորն էլ ոնց որ սենց իրանց ենթագիտակցության մեջ ունեն այդ հասկացողությունը, որ կյանքին վերջ կա, ու մի օր բոլորս Աստծո առաջ են կայնելու։ Բայց ամեն մեկը ոնց որ իր ձևի պատկերացնի էլի, Աստծո առաջ կանգնելը ու փրկություն ունենալը կամ դժոխք գնալը։ Բայց մելը, ասենք, անհավատ ժողովուրդը, որոնց են մտածում է դիլը ոնց որ մի բան, հա, բայց երբ որ մեր հոգևոր դաշտում այդ ձևի ասենք մտքեր ման գալի, որ մեր փրկությունը ինչ որ գործերից է կախված, չգիտեմ, էթալով ոնց որ այդ հասարակած փրկությունը բարդան է, էլի։ Ու Կորինթացիների թղթերի մեջ Պողոս առաքյալը սենց ուրեմն մեջբերում անում 2-րդ Կորինթացիների 11-րդ գլխի 3-րդ համարից ասում է վախենում եմ, որ միգուցե ինչպես օձը իր խորամանկությամբ խաբեց Եվային, այնպես էլ ձեր միտքը ապականվի այն միամտությունից,
որ Քրիստոսումն է։ Որովհետև եթե մեկը գա եւ ուրիշ ավետարան, ուրիշ Հիսուս քարոզե, որ մենք չքարոզեցինք, կամ ուրիշ հոգի առնեք, որ չառակ, կամ ուրիշ ավետարան, որ չընդունեցիք, լավ կամփերեիք։ Ուրեմն ինչ եմ ես ստեղից վերցրել Աբրահամ ջան, որ իրականում ավետարան նաև կարա քարոզի օծը, բայց ուրիշ ավետարան։ հա, ստեղ Եվ հնամցնի, որ սա էլ է ավետարան։ ստեղ ուրեմն Պողոսը համեմատում է օծին, որ Եվային խաբեց, ուրիշ ավետարան բերողների հետ, ուրիշ Հիսուս բերողների հետ։ Ես մի օր մտածում եմ, այս խոսքը, Տերը ոնց որ ուշադրությունս դարձրեց, որ իրականում կան օծ ավետարանիչներ։ Ի զարմանս բոլորիս, որ ինքը չի գալի մեզ ուրիշ բան քարոզում էլի, ես միշտ ոնց որ մտածում եմ, խոսում եմ դրա մասին, որ Այսինքն մաքուր Քրիստոս, մաքուր ավետարան կա եւ կա խարդախված ավետարան, այդ իմաստով։ Թունավորող։ Այդ դա ես ուզում ասես։ ուզում եմ ասեմ, որ մեր հոգևորներից դեմ Աշխատում է։ օծի աշխատանքը ինքը այն չի լինելու, որ գա մեզ ասի իրեք Աստված չկա կամ մի հավատա, ինքը ուղղակի ավետարանն է փոխում մեր համար։ Հիմնականում ինքը ոնց որ Հիսուսի հետ էր Աստծո խոսքով ուրեմն դիմակայում, նույնպես էլ մեր հետ, որ ավետարանը շեղի ու մեր փրկությունը, այդ հասարակած փրկությունը, այս միամտությունը Քրիստոսի մեջ, մեզ դրանից շեղի։ Բայց Պողոս Արաքյալն էլ, Հուդան էլ ու ոնց որ հորդորեն մեզի, որ այդ հասարակ փրկությունը, որ մենք մի օր հավատացինք Հիսուսին, որ ասում են բանտապետը ասեց, հարցրեց Պողոսին, ասեց ինչ անեմ, որ Ինչ փրկվեմ, բարձ է, չէ՞, այդ փրկությունը։ ինչ անեմ, որ փրկվեմ։ Իրանք ասին հավատա Տեր Հիսուսին, կփրկվես ոչ միայն դու, նաև քո տունը։ Այսինքն մենք չտեսանք դե ոչ մի բարթացնող ինչ որ բաներ էլի։ Երեմիայի մեջ է Տերը ասում է դուք բեռներ եք դնում, ասում է մարդկանց վրա։ Ասում եք տիրոջ բեռը։ Ունդեղ Տերը հետաքրքիր ձևի է խոսում, ասում է որ բեռը։ Ինչ բեռ եմ դες դրեց ձեր վրա։ Նույն բանը Հիսուսն է փարիսեցիներին ասում, որ դուք բեռներ եք դնում մարդկանց վրա, որ ոչ դուք եք կարած էդի տանեք, ոչ է ձեր հայրերը։ Դու չեք մտնում, վերցրել եք այդ գիտության բալանիները, դու չեք մտնում այդ փրկության դռան, ուրիշներն էլ չեք թողում մտնել։ Ու ասենք էդի այսօր էլ ոնց որ թունավոր բան կա էլի, որ խառնվում է ավետարանին, այսինքն ինչը կարա էդի լինի, որ օրինակի համար դու պիտի գործես քո փրկությունը, օրինակ մարդը կարա այդ տեղը վեկալի, Ահով եւ դողով գործեցեք ձեր փրկությունը։ Փիլիպեցիների 2-րդ գլուխն է, ու սկսի մտածել, որ Ինչ բարդ է, հա։ պիտի գործեմ իմ փրկությունը, ինչ պիտի անեմ։ Ինչ եմ անում, որ չեմ անում։ Ինչ պիտի անեմ, որ չեմ անում, որ փրկության մեջ եմ։ Այսինքն այդ փրկությունը կորցնելու վախերն բարձրանում մարդու մեջ քրիստոնյա փրկությունը կորցնելու վախեր։ Դե տես օրինակ մի հատ ախպեր լավ էր ասում է մեզ սկզբից ուրեմն փրկությունը ոնց որ կրիդիտի պես, վարկի պես ինչ որ բան են Հրամցն։ խապում էլի սկզբից ասում են հավատա ձերի փրկություն ընդունի ու բայց հետո
ասում են, որ չէ, պիտի աշխատես, դու հասնես դրան, արժանանաս Քրիստոսին, բայց դա կատարյալ սուտ է, անձամբ իմ համար, դա բացարձակ սուտ է, որովհետև մեր փրկությունը, ուղղակի ինչն է ցավը, որ մեր հոգևոր ժողովուրդն է այդպես սկսում մտածել։ Այն ժողովուրդը, որ մի օր Տիրոջը կանչելով, հասարակ իրանց տան մեջ կամ չգիտեմ, ծունկի գալով Տիրոջ անունը կանչելով այդ վերստին ծնունդը ապրել են, Սուրբ Հոգով, Սուրբ Հոգին եկել է, ասում է, որով կնքվեցաք փրկության օրվա համար։ Փրկել է, լցրել է մեզ իր Սուրբ Հոգով, փրկել է մեր անունները, գրել է կյանքի գրքի մեջ իր արյունով, հրեշտակներն էլ էդի տոնել են, ուրախացել են, ու այդ ժողովուրդը այսօր ցենց հիշում ես Դավիթը աղոթք անում, ասում է Տեր, վերադարձու ինձ իմ փրկության ուրախությունը։ Այսինքն ինչ եմ ես այդտեղից եզրակացնում, որ գալիս է գողը ու գողանում է այդ փրկության ուրախությունը։ Իսկ Հիսուսը ասում է դու ուրախացեք, որ ձեր անունները գրված է կյանքի գրքի մեջ։ Գալիս է ու գողանում է այդ փրկության ուրախությունը ինչ կերպով, ուրիշ ավետարան բերելով։ Աստծո խոսքը ուրիշ ձև մատուցելով, մեկնաբանելով, մենք այն ժամանակ, որ նոր էինք ապաշխարել, այնքան ուրախ էինք, այնքան sense անկեղծ միամիտ ուրախություն կար, որ ոնց մենք փրկվել ենք, մեր մեղքերը ներվել է, մենք այս կյանքից տեղափոխվելու ենք հավիտենական կյանք, այտենց հասարակ, այտենց հեշտ, բայց հետո գնալով հոգևորը մի տեսակ sense ծառնա բեռնվում, sense հոգնած, ինչ-որ մի հատ վիճակի է գալ, էլի, որ ամեն ինչ այտենց հեշտ չէր էլի ոնց ընցի։ Այսինքն երբ որ հոգևոր կյանքի մեջ հանկարծ նկատում ենք, որ մեր համար արդեն ամեն ինչ սովորական է դարել եւ հոգնածություն ունենք, հետաքրքիր չի այլևս, ձանձրալի է հոգևոր կյանքը, մենք հասկանում ենք, որ մենք ուրիշ Քրիստոսի ավետարանը չենք լսում, ուրիշ Քրիստոս են մեզ հրամցրել, այսպես ասած։ Այսինքն օգտագործվում է Հիսուսի անունը, բայց ինքը ավելի բարթացնում է մեր հոգևոր կյանքը, քան ավելի թեթև եւ խաղաղ ուրախ մի կյանք է դառնում։ Հիսուսը ինքն էլ դրա մասին խոսած, ասելով, որ ինձնից սովորեք, որ ես եմ եւ սրտով խոնար եւ իմ միջև դա ասում է իմ լուծս ձեր վրա առեք, որ քաղցր է եւ իմ բեռը, որ թեթև է։ Նկատում ես, այդտեղ բարդություններ չկան։ Բեռը թեթև եւ լուծը քաղցր, այսինքն սիրով է ստանում։ Այդ այն Քրիստոսն է մաքուր ավետարանի, որը քաղցրություն է բերում քո կյանքիդ մեջ եւ բեռնել թեթև է, ուրախությամբ ես դու դա տանում, սիրո հիմքի վրա։ Պաստոն դու դրա մասին ես խոսում։ Այսինքն ուրիշ Քրիստոս, երբ որ քարոզվում է, ցուցիչներից մեկը սա է, որ այդ կյանքը բարթանում է մեր կյանքում։ Քրիստոնեական կյանքը դառնում է դաժան մի հատ ինչ որ ծանր բեռ, որ անտանելի է դառնում եւ այսինքն ոչ քաղցրություն կա, ոչ էլ ուրախություն կա։ Որ Հովհաննեսը երբ որ պատրաստում էր Տիրոջ ճանապարհը, ինք իր քարոզչությունը ինչու՞մ էր, ինչ էր, ասում է ուրեմն դժվար ճանապարհները հարթեք, փոսերը թո լցվեն, բլուրները թո իշտեն։ Հովհաննես Մկրտիչ այո։ Ու վերջում ասում է եւ դժվարները հեշտ լինեն։ Այսինքն Հիսուսը եկել է մեր կյանքի մեջ, որ բարդ բաները հեշտացնի, դժվարները հեշտ շինի։ Ու շատ չգիտեմ, այնտեղ հարյուրավոր պատվիրանների sense մինիմալիզացնի ու ասում եմ մի բան եմ քեզ, մի պատվիրան եմ ձեզ ասում, որ նկատենք Հիսուսը շատ բան չի ասում մարդկանց հետ, երբ որ հաղորդակցվում է, ինքը հաղորդացվել է։ Օրինակ այն հարուստ պատանին ասում մի բան քեզ չի հերիքում։ Մարիամին ասում մի բան է քեզ պետք Մարթային։ Մարթային։ Այսինքն Հիսուսին ինքը
չի եկել բարթասնի մեր կյանքը, ինքը եկել է դժվարները հեշտ շինի։ Ու հակառակը ինքը ասում է հոգնածներ, եկեք ինձ մոտ բեռնավորվածներ եւ հոգնածներ։ Ես չեմ մտածում, որ էսի մենակ աշխարհիկ մարդկանց է Դա վերաբերում։ միանշանակ քրիստոնյաներին է վերաբերում։ Այդ բեռները էլի որ Տերը ասում է ինչ եք ասում, Տիրոջ բեռը, Տիրոջ բեռ։ Ինչ բեռ։ Ասում է բեռ է դառնալու ամեն մեկի վրա, ամեն այս խոսքը ասողի համար բեռը իր համար է դառնալու։ Մի ասեք ասում է Տիրոջ բեռը այսուհետև Երեմիայի մարգարեության մեջ չեմ հիշում որ գլխի։ Ասում է այլ երբ որ իրար հանդիպեք, մեկդ մեկիդ ասեք ինչ կա Տերիցը։ Այսինքն Ինչ Հիսուս ունես Տիրոջից, Հա։ պատգամ։ այնքան հեշտ ու թեթև է այդ Տիրոջ հոգու ավետարանը, նույն բանն էլ Հովանես, ուրեմն առաջի Հովանեսի մեջ ասում, որ Տիրոջ պատվիրանները ծանր չեն։ Տիրոջ պատվիրանները ծանր չեն։ Այդ խենք մենք այդքան ցավոք սրտի մենք քարոզիչներս այնքան ենք բարթացնում մեկ-մեկ այդ Տիրոջ ավետարանը, որ մարդը փոշմանում է, որ եկեղեցի է եկի։ Իրան սկզբից մի ուրիշ ավետարան էին ասել, որ հավատա Հիսուսին, կփրկվես, քո փրկության գինը, ոնց որ առաջի Պետրոսն ասում, առաջի գլխի 18 համարը, որ գիտենալով, որ ոչ թե արծաթով եւ ոսկով փրկվեցանք, մեր հայրենավանդ ունայն վարմունքից, այլ Քրիստոսի պատվական արյունով։ Այսինքն փրկությունը վարմունքից չի։ Փրկությունը իմ վարմունքից չի։ Շատերը կասեն դե Քո որոշումից չի, քո կամքից չի, չէ՞ ինչպես ասում եմ, եւ նրանք ովքեր ընդունեցին Աստծո որդիներ կոչվեցին եւ ասում եմ ոչ այունից էլ եւ ոչ մարմնից։ Հա։ Այդ ընդունելությունը, այսինքն սա հայտնություն է Քրիստոսից գալի մեր կյանքում, որ մենք նրանն ենք, վերստին ծնունդ է գալի Տիրոջից, նա է կազմակերպում ամեն ինչը, նա է նախաձեռնողը, այդ իմաստով, չէ՞։ Հա։ Ուղղակի այս հասարակությունը այնքան մի ոնց որ միաժամանակ համ պարզա հասարակը ու մի կողմից էլ այդ բարդությունը երբ որ գալիս է շատերը դե կասեն դե հիմի ինչ որ այտենց փրկվանք դե ուրեմն ինչ ուզում ենք անենք ասենք Հիսուսը մեկը փրկում է դա մեզնից չի չէ գիտեք փրկված մարդը վերստին ծնված մարդը ասում է Աստծոս ծնվածները չեն մեղանչում եթե բայց ինչու որտեվ Աստծո սերն իրանց մեջ է ամեն դա է որոշում գիտես արիսնս մի հատ հարց բարձրացնենք չգիտեմ խոմ չեմ հանգարում քեզ ասենց հարցերով անանեմ չէ նայ շատերը փրկության մակարդակի վրա են մնում գիտես ովքեր են նրանք ովքեր միշտ վախ իրանց մեջ ինչպես դու ասացիր վախեր կա իրանց գործի արդյունքում իրանք միշտ այդ վախեր ունեն հիմա ես էսի արեցի կորցրեցի փրկությունս կամ սա չարեցի փրկության մեջ եմ բայց կարծում ես որ փրկությունից վեր ավելի ուրիշ կյանք հոգևոր կյանքի տեսակ կա որ դա աստվածաճանաչողությունն է փրկությունը դա մուտքն է այն ասպարեզ որտեղ դու սկսում ես արդեն անգործ չես փրկությունից հետո դու անգործության չես մատնվում դու փրկությունից հետո սկսում ես այդ ասպարեզի մեջ ճանաչել Աստծուն ավելի մոտենալ նրան այսինքն այլևս քո համար փրկության հարցը փակված հարց է դու չես արդեն սկսում շեշտ դնել փրկությունը կորցնել չկորցնելու վրա դու շեշտը դնում ես Աստված ճանաչողության վրա սա մտնում է թեմայի մեջ թե չէ իհարկե հա ուղղակի ցավոք սրտի ինչ որ ասում է ես որ մեր հոգևոր ժողովուրդը որ ասում է ես եթե արժանանամ փրկությանը տենու ես
արժանանամ, եթե Տերանձի ընդունի կամ փրկի, ասենք, էս ինչի մասն է խոսում, որ մարդը չգիտի այդ իր հասարակած հավատքի փրկության համար։ Այդ հասարակ ավետարան էս միամտությունից ինչ որ մեկը եկե ուրիշ բան է իրան սրսկե թույնը։ Դե հենց այդ է, որ վախեր է մարդու մեջ առաջանում փրկությունը կորցնելու, բարթանում այդ համար այդ փրկության հարցը, նա շփոթված է, ինչ որ կորցրել է ինքն իրեն, կարելի ասել, հա, ու միշտ այդ դրա վրա ինքը ծանրացած է փրկությունը բարթա ավելի ինչ ուզում ինձնից, որ ես անեմ դա, հա, այդ իմաստով։ Աբրահամ եղբայրի ես մտածում եմ այն ինչը որ բարթացնում է կյանքը Ուրիշ Քրիստոսը։ Էդի ուրիշ Քրիստոսը։ Անկամ մեր այդ արդեն տիրոջ մեջի ընթացքի մեջ, որ դու ասացիր փրկությունը դուրնա մտնում ես ու դաշտա, անկամ այդ տիրոջ ճանապարհի մեջ ծառայությունների, չգիտեմ, տիրոջը նմանվելու, ճանաչելու, այդ ճանապարհի մեջ էլ ես այսքան տարիների ընթացքում միշտ նկատել եմ այն ինչը որ Տերն է ասում, էդի այնքան համով է, այնքան թեթև է, պարզ է, ինքը գալիս է, թեթևացնում է այդ քո վրայի բեռները, թափում է քո վրայից, այն ինչը որ Տերն է ասում, քեզ կարող է մի հատ միտք, մի հատ խոսք բացի, Տիրոջ հոգու ավետարանը ինքը ազատող է, էլի, Հիսուսն ասում է, եւ եթե իմ խոսքի մեջ մնաք, այդ ճշմարտությունը ինքը ազատի ձեզ, ազատ կանի ձեզ։ Ինքան Տիրոջ խոսքերը իրանք ազատություն պիտի բերեն։ Դու շատ լավ տեղ եկար, հիմա շատ եմ սիրում, երբ որ մենք յուրաքան չկա մի թեմա հոգևոր, որտեղ հնարավոր չլինի շոշափել Աստծո խոսքի վերաբերյալ թեման։ Այսինքն Աստծո խոսքն է հիմքը։ Տես օրինակ դու ասում ես հավատք, ով որ հավատա եւ բերանով դավանի, նա փրկություն ունի, որ դա ավետարանական ճշմարտություն է, բայց հավատքը խոսքից է ծնվում։ Հավատքը լսելուց է, լսել Աստծո խոսքից, այսինքն ամեն դեպքում Քրիստոսի ավետարանը մաքուր այն ավետարանն է, որը մեր մեջ սերմանում է խոսքը, որն է Քրիստոսը, նայ, եթե ես խոսքի արդյունքում չեմ ճանաչել Քրիստոսին, ուրիշ Քրիստոս չկա, տես դու խոսում ես ուրիշ Քրիստոսի մասին, ուրիշ Քրիստոսը խոսքից կտրված Քրիստոսն է, հնարված Քրիստոսն է, այն մարդա հնար Քրիստոսն է, որը իր մեջ բարդույթներ ունի, որը մարդուն գցում է բարդույթների մեջ, բայց մաքուր խոսքը ավետարանի դա հենց այն Քրիստոսն է, որը իրական Քրիստոսն է, որը քեզ ազատում է բարդույթներից։ Ճանաչի ճշմարտությունը ինչ է նշանակում, դու ասացիր, խոսքը ունեցի քո մեջ։ Աստծո խոսքը թող քեզ ճանաչել տա Քրիստոսին, իրական Քրիստոսին։ Ոչ թե նկարագիր, ոչ թե սարքած, ոչ թե հնարածին, այլ իրական Քրիստոսը ուղիղ խոսքի հետ կապ ունի, չէ՞։ Սա շատ կարևոր է։ Եվ սրա արդյունքում է, որ մենք Հովհաննես ասում է, եթե մեկը վախեր ունի իր մեջ, ինչի մասին է այդ վախը։ Խոմ, չգիտեմ, միայն մեռնելու վախի մասին չի։ Փրկության վախի մասին էլ է, կորցնելու, նաև այդ իմաստով։ Եթե մեկը վախ ունի իր մեջ, ուրեմն սիրո մեջ պակաս է, որովհետև սիրո մեջ վախ չկա։ Գժվելու բան է։ Խոսքը դու մի օր ասեց, սենց խոսքը ասիր, շատ լավ, շատ նստավ իմ սրտիս, որ ոչ թե մենք ենք խոսքը պահում, այլ խոսքն է մեզ պահում։ Միանշանակ։ Դա այդպես է։ Դրա տարբերությունը շատ մեծ է, էլի։ Երբ որ էլի խոսքով ուրիշ այդ Քրիստոսը, ուրիշ ավետարան, էլի խոսքով է, Աստծո խոսքով է մեզի մատուցում։ Փորձում են ճշմարտանման։ Ոնց որ վտանգը դրա մեջ է, էլի, որ Աստծո խոսքով է մեզի այդ սուտը մատուցվում, այդ օծը։
ու մենք ճշմարտ շատ տեղեր կարա վերցնի ինքը, ոնց որ Հիսուսին ասեց գրված է, սենց ու սենց։ Ու գիտեք, երբ որ Աստվածաշունչը մեկնաբանում է սատանան կամ օծը մեր համար, դա էլ Աստծո խոսքը չի։ Օրինակ, շատերը կընդունեն, որ Աստվածաշունչը դա Աստծո խոսքն է։ Այսինքն, եթե մի բան Աստծո խոսքով է, всё, դա պետք է ընդունվի, այո եւ ամեն, բայց չմոռանանք, որ սատանան էլ Կարածառի գրված է, բայց խենք մտածում, որ մեզի այսօր չի կարա ինքը տենց ասի։ Չի կարա գա ասի, լսի, նա այստեղ սենց է գրած օրինակ։ Աստծո արքայությունը, այնտեղ նեղա ճանապարհը եւ ջանք պիտի անես, ջանք անողները հափշտակում են Աստծո արքայություն ու լիքը sense տեղեր, որ տեսեք ձեր անունները կյանքի գրքից չջնջվի, օրինակ գրած է։ Հիմա всё, ես ընկնում եմ մտքերի մեջ, ես ոնց անեմ, որ իմ անունս կյանքի գրքից չջնջվի, օրինակ։ Բայց մենք պետք է հասկանանք այդ խոսքը ոնց Հիսուսը ինձ բովանդակությունը, նայ, կա բովանդակություն, ընդհանուր խոսքի միտքը եւ խոսքի մեջ կան մտքեր, որոնք դու կարող ես առանձնացնել ու ուրիշ բան սարքել։ Այս է Հիսուս, ուրիշ Հիսուսը։ Նայ, ընդհանուր միտք կա, ընդհանուր։ Դրա համար հմուտ քրիստոնյան, ինքը հմուտ Աստծո որդիները, նրանք չեն խաբվում։ Որովհետեւ նրանք հասկանում են, դու խոսքից կտոր հանեցիր ու սարքում ես դրա վրա քո, այսպես ասած, կռոնը։ Կռոնը ինչ է, եթե ոչ ընդհանուր խոսքի բովանդակությունից ինչ-որ խոսք անել ու մի հատ նոր կռոն վարդապետություն շինել։ Դա է սուտը, դա է հենց այդ խայծը, որ շատերը կուլ են տալի ու պատճառը գիտես ինչն է, չիմացականությունը, խոսքի բովանդակությունը չհասկանալն է պատճառը։ Դրա համար մենք շատերս ընկնում ենք այս վիճակի մեջ։ Ոչ, դա չի, դա գրված է, բայց բովանդակությունն է ուրիշ, իմաստն է ուրիշ, Աստված ուրիշ բան է ասում այդտեղ, այդ իմաստով։ Ես ինչի սա շեշտեցի, որ մենք երբ որ վերաբերվում ենք Աստծո խոսքի հետ, մեր մեջ պետքա վերաբերվենք խոսքի հետ այն իմաստով, որ հասկանանք ընդհանուր միտքը ինչ է։ Եթե չհասկանանք, մենք հեշտ կխաբվենք։ Այս է ամբողջ խնդիրը։ Ինչ կասես։ Օրինակ Հովհաննես առաջի Հովհաննեսի մեջ ասում է սիրելիներ, ամեն հոգու մի հավատացեք, որովհետև վերջի ժամանակներում շատերը կգան եւ ասում է կմարգարյանան, բայց դու ասում է քննեք հոգիները, քննեք հոգիները։ Տեսեք, ասում է գան ու իրանք Աստծո խոսքը բերեն ձեզ։ Աստծո խոսքը որ բերին։ Ես, ասենք, հասուն հավատացող մարդ եմ։ Ինչ որ մեկն ձի Աստծո խոսքից բան է քարոզում։ Ես ո՞նց էդի չընդունեմ։ Աստվածաշունչն է։ Ոստեղ շատ հեշտ ձևի կարելի է խափնվել ու շեղվել այդ հասարակած ավետարանից, այդ միամտությունից Քրիստոսում ու բեռնավորվել, ծանրաբեռնվել, այստեղ տես Հովհաննես ասում է ամեն հոգու մի հավատացեք, այլ փորձեք հոգիները, որովհետև շատ սուտ մարգարեներ են դուրս եկել։ Շատ սուտ մարգարեներ, ես ուզում եմ նկատենք, որ այդ մարդիկ պոզով պոչով չեն, իրանք մարգարեներ են, իբրտ սուտ, այսինքն իրանք Աստծո խոսքը քարոզողներն են։ Այդ ձևի կարա գա օծը, այդ միտքը որ կարդացինք, որ ասում է օծը գա ձեզ ուրիշ ավետարան բերի։ Օծ ավետարանիչներ, ես տենց եմ սահմանը այդ բանը, որ իրանք գալիս են ու թույնավորում են։ Իրանք գալիս են հեշտ փրկությունը իմ Տիրոջը հավատալու, իրանք բարդացնում են միամիտ, այո, միամիտ միտքը։ Ոստեղ Հովհաննեսը հորդորում է, ինքը ասում է փորձեք հոգիները։ Այսինքն ինքը չի ասում դու մի հատ նստի, քննա Աստվածաշնչով ճիշտ ու սխալ արա, որ
ջոգես, հա, ասենց մեր լեզվով ասած ճիշտը որն է։ Էդի հոգևոր ոլորտում է որոշվում։ Ասում է կատարյալները, որոնց զգայարանները վարժողությամբ կրթված են բարի եւ չարը զանազանելու։ Այո, դա բայց խոսքի հետ է կապում։ Այսինքն խոսքի գիտակ մարդկանց հետ է կապում։ Ես այդտեղ ուզում եմ անպայման պնդեմ, որ յուրաքանչյուր քրիստոնյա ինքը խոսքի գիտակ պետք է լինի։ Նա երբ որ մեկը բանկում աշխատում է, մտնում է աշխատանքի, գիտես շատ կեղծ դրամներ կարան լինեն։ Ու բանկի աշխատողը չի կարա հասկանա որն է կեղծը, որն է ճիշտը։ Եվ նրան ինչ են ասում, տալիս են դրամները տարբեր արժեքների, ասում են գնա տուն ու սկսի շոշափել դրանք։ Ճիշտը։ Եթե դու ճիշտը իմանաս, այնքան շոշափես, որ դու ամեն խազ, ամեն, չգիտեմ, դետալ հասկանաս այդ մաշկիդ վրա, դու շուտ կհայտնաբերես կեղծը։ Մեզ պետք չի որ կեղծի վրա ծանրանանք, թե որն է կեղծը։ Մեզ պետքա որ ճշմարտությունը ճանաչենք։ Դու այդ օրինակը բերելով, այսինքն եթե դու խոսքի գիտակ ես, դու շատ շուտ կհասկանաս կեղծը։ Դե հենց ցավը դրանում է, որ խոսքի միջոցով է ինքը դա անում։ Հա, էլի խոսքի միջոցով, դե ես ասեցի, բայց անջատված ճշմարտությունից։ Տես սատանան ինչ բերեց, նայ։ Ոնց զանազանենք։ Երբ որ դու հիմա նայ խնդիրը սա է, երբ որ ընդհանուր խոսքի միտքը դու գիտես, հասկացել ես, խորհուրդը խոսքի, ընդհանուր, ամբողջական, ոչ թե մասնակի։ Այն ով որ ուզում է քեզ խափի, մասնակի խոսքը հանել է մեջից, կտրել է, հերձել է, հերձվածող ինչ է կոչվում։ Մարդ, որը կտրել է խոսքի բովանդակությունից ինչ-որ մի բան ու դրանով ուզում է խափի։ Ասում ասենց բան է գրված է, բայց միտքը ուրիշ է։ Միտքը հասկացողների մասին ասա։ Խոսքի գիտակ երբ որ ասում ենք, ընդհանուր Աստվածաշնչի բովանդակությունը իմացողների մասին ասա։ Դե օրինակ շատերն էլ կան, որ այդքան հմուտ չեն Այ հենց էսա։ Ամբողջ խնդիրը սրանում է կայանում։ Աշակերտներն էլ գրված է իրանք Աստվածաշնչից, այտենց եսի ինչ գիտուներ չեն եղել, էլի։ Այս անգրագետ Ռամիկ ժողովուրդը, հա, բայց մեր փրկությունը հո դրանում մեջ չի, հո դրանով չի պայմանավորված։ Հենց դրա մասին ենք խոսում, որ մեր փրկությունը Հիսուս Քրիստոսի մեջ է։ Հիսուսը խոսքն է։ Հա, ու ասենք շատ օրինակներ կա, օրինակ այն ավազակը, որ վերջի վարքյաններին ընդունեց ու մտավ դրախտ Քրիստոսի հետ։ Ասում է դու իմ հետ դրախտ կմտնես այսօր։ Այսինքն ինչ պատիվ էլի։ Հիսուսի հետ դու դրախտ մտնես։ Ասենք կա որ Հիսուսը ընդ դիմավորում է, բայց կա որ Հիսուսի հետ դու մտնում ես այդ վարոտներով։ Հա, դարպասներով, հա։ Բոլորը չես տալի Հիսուսին, դռները բացում են, դու իր հետ մտնում ես։ Այսինքն մենք տենում ենք, որ այդ մարդը ոչ Աստծո խոսքը իմացել, ոչ մկրտվել է, ոչ հասցրել է ծառայի։ Շատ ճիշտ ես, բայց նայ կա արձագանք, երբ որ մենք առաջ անգամ լսում ենք Տիրոջ խոսքը, մեզ խոսում են Քրիստոսի մասին, ու մեր ներսը համաձայնվում է դրա հետ։ Սա հավատք է կոչվում։ Հավատք, որը չգիտեմ, մի բան կա քո մեջ, որ դու ընդունեցիր, դու ընտրված էիր, որովհետև սրա մասին ես դու ասում։ Ստեղ ընդամենը խոսքը մեր վրա ազդում է, որ մենք հավատանք նրան եւ հավատքի արձագանք տանք, ասենք այո, ես սա եմ ուզում, ես հավատում եմ Հիսուսին։ Այո, այստեղ իհարկե մենք Աստծո խոսքի գիտակ չենք, բայց հավատացինք։ Համաձայն եմ։ Դու սրա մասին ես ասում։ Բայց դրանից հետո ամբողջ խնդիրը սա է, դրանից հետո ինչ է կատարվում մեր հետ։ Ով է մոտենում մեզ, ով ասում մեզ խափի։ Չէ՞։ Դե ասում ինքը սատանան գիշեր ցերեկ մանա գալիս մռնչացող առույցի պես մանա գալի թե որին կուլ տա ու այդ որ ինքը արդեն մանա գալի դա արդեն լավ է որտեվ դա նշանա որ ոչ բոլորին կարա կուլ տա մանա գալի որին մեր Հակոբ աղբորն էլ տենց հայտնություն էր եղել որ եթե գրածային կուզմա կուլ տա
Դա նշանակում է, որ իրան ատամ չունի։ Չէ, մտածի դրա Հենց միտք էր եղել, որ Տերը քաշել է իր ատամները։ Ինքը ատամ չունի մեզ ճզմելու, հա, ինքը ուղղակի կարա կուլ տա, դե կուլ որ լավ չի որ կուլա տալի, բայց եթե կուլ էլ տվեց, այսին կուլ տվածներին թող մխիթարություն լինի, հետա տալու։ Ովնանի պես շանս կա, որ ինքը չի մարսելու։ Հիսուսի սերմը չի մարսելու։ Այստեղ է ուղղակի Աբրահամ եղբայր, որ ինքը ասում է շատ մարգարեներ կգան դու փորձեք հոգիները, ոնց որ թե արդեն ինքը մեզի ասես չափանիշ է տալի, որ էդի խոսքով դու չես կարա հասկանաս ճիշտն ու սխալը, որտեվ էդ էլ է Աստծո խոսքը ինքը բեր է։ Ունդեղ ինքը հոգևոր ոլորտը արդեն տանում, ասում է քննեք, փորձեք հոգիները։ Այսինքն ես արդեն հոգու ոլորտում պիտի զգամ, էսի ում հոգիներ ինձ ավետարան քարոզեց։ Հիսուսը երբ որ աշակերտները գնացին ավետարանելու ու եղան տեղեր, որ չընդունեցին, իրանք ասին Տեր չընդունեցին, արի աղոթենք, թող կրակ իշնի եւ այրի նրանց Եղիայի պես, բայց Հիսուսն ասեց դու չգիտեք թե դուք ինչ հոգուց եք։ Այսինքն ավետարանիչ մարդիկ, որ գնացել են Աստծո խոսքը քարոզեն, Տեր ասում է դու դա իմ հոգին չի։ Ես չեմ եկել կորցնեմ մարդկանց։ Այսինքն այս տեղերը ինչ է մեզի ցույց տալի, որ հոգևոր ոլորտում արդեն այդ զանազանությունը կայանում։ Մենք հոգու մեջ պիտի զգանք, էսի ում հոգին է իմ հետ խոսում։ Արտուր եղբայր, ամենայն հարգանքով քեզ ես հասկանում եմ թե ինչ ես ասում, բայց թույլ տուր սա ասեմ, որովհետև շատ կարևոր է։ Նայ, հիմա դու խոսում ես այն մարդու տեսակի մասին, ով որ հասուն ալ Քրիստոսի մեջ, չէ՞։ Որ ասում ես հոգու ոլորտով, հոգու մեջ պետք է հասկանանք սա ինչ հոգի է, զանազանենք։ Սա չի խոսում նոր հոգու մասին, որ նոր ավերստին ծնված։ Սա խոսում է փորձառու հոգևորի մասին, չէ՞։ Դու խոսում ես փորձառու հոգևորի մասին, որ հոգու ոլորտում պետք է զանազանենք, որ հոգուց է։ Ախր խոսքը ինքը ասում է հոգի եւ կյանք է։ Խոսքն է մեզ Աստծո խոսքը մեզ հոգևոր ոլորտի մեջ է տանում։ Աստծո խոսքով ենք մենք կարողանում հոգիները զանազանել։ Չի կարա, եթե չկա Աստծո խոսք, հոգի չկա։ Նայ, հոգին Աստծո խոսքի հետ ուժեղ սերտ կապ ունի։ Ամեն։ Չի կարա հոգին լինի, բայց Աստծո խոսք չլինի։ Չեն կարող ասենք Աստծո խոսք կա, բայց հոգի չկա։ Չեն կարող ասենք հոգի կա, բայց կարևոր չէ Աստծո խոսքը։ Դա այնքան սերտ է, դա այնքան զուգահեռ է հասունանում։ Կարա լինի, որ Աստծո խոսքը լինի, բայց ոչ Տիրոջ հոգին լինի, չէ։ Այո։ Այդ մասին։ Հենց դա է, նայ ինչ եմ ես սա պնդում, որովհետև եթե ես Աստծո խոսքը, խնդիրը գիտես ինչու՞մ է։ Աստծո խոսքը մենք նորից ուզում եմ կրկնել, որովհետև սա շատ կարևոր է։ Հենց Աստծո խոսքից բաժանեցին մի խոսք, առանձնացրիր, ինքը վիժվում է։ Ինքը չի աշխատում։ Չես կարա դու մի դետալ հանես, ու այդ դետալի վրա սկսես կենտրոնանալ Աստծո խոսքից։ Դրա համար եմ ասում, հոգին ակտիվանում է, մենք հոգին զանազանում ենք այն ժամանակ, երբ որ խոսքի մեջ ենք, եւ այդ խոստը մեզ հոգեվոր ոլորտների մեջ ավելի զարգացնում։ Նու դրան զուգահեռ Աստված ճանաչողության մեջ։ Եվ հենց այդտեղ է, երբ որ դու լսում ես ինչ-որ մեկ Աստծո խոսքից ինչ-որ բան ուզում ասի, բայց իր մոտիվացիան շեղելն է, թույնելն է, գայթակղելն է, դու դա միանգամից հասկանում ես, որովհետև դու խոսքի գիտակ ես, սա է հոգին եւ խոսքը նրանք իրար հետ են, իրանք մեջ են, այդ իմաստով։ Տես օրինակ Հիսուս ասում է այդ տեղը, որ դու մտաբերեցիր, ասում է իմ խոսքերը հոգի եւ կյանք են, չէ՞։ Բայց հիմի օրինակ այդ նույն խոսքը ավետարանա, որ ասում է գգան կբերեն ձեզ, ես վախենում եմ Պողոսն ասում։ Դա եթե առանձնացված խոսք է, տես սատանան ինչ արեց,
առանձնացած խոսք ասած գրված է, բայց ինքը բովանդակությունից հանեց խոսքը, ընդհանուր բովանդակությունից։ Այդ ամբողջ խնդիրը դու հասկանում ես, որ ինքը խոսքն է ասում, բայց բովանդակության մեջ չի։ Դե եթե վերցնենք կոնկրետ այս դրվագը ավետարանին վերաբերվող էլի։ Հիմա մենք վերցրել ենք հիմա այս դրվագը։ Այսօրվա մեր թեման փրկությունը, որ ինքը գալիս է ու էս աղավաղում մեր կյանքում։ Համաձայն ու ինքը խոսքում է այդ անում։ Այո։ Ու մենք պիտի զանազանենք, ասենք, հա ով գիտակ չի, հասարակ ժողովուրդը իրանք հեշտ կարող է շեղվեն, բայց մեր վրա պատասխանատվությունն է ծառայողներիս, որ մենք էդի հանգարց չտանք մարդկանց։ Ամեն։ Մենք չշեղվենք, ուրիշ ավետարան չսենք քարոզել մարդկանց։ Ես լրիվ համաձայն եմ քո հետ։ Որ այս տիրոջ հոգու այդ ճանաչողությունը ունենանք, էլի։ Այս ավետարանը այնքան պարզ ու հասարակ է, այս մասին է ասում Հուդան։ Գրում եմ ձեզ, որ հանգարց այս հասարակ հավատքից ձեր փրկությունը, որ ընդունել եք, չկորցնեք էդի։ Ու այդ ավետարանն ի՞նչն էր Պողոսի, որ ինքը քարոզում էր, ուզում եմ միտեղ էլ կարդամ Ռոմեացիների մեջ է գրած, որ մեր ավետարանը ինքը ասում է, որովհետև Ռոմեացիների առաջի գլուխ 16 համար, որովհետև ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում, որովհետև Աստծո զորությունն է փրկելու համար ամեն հավատացողին։ Այսինքն Պողոսի ավետարանը դա Աստծո զորությունն էր։ Տեսա դու բովանդակությունա, նայ Պողոսը ստե բովանդակություն ընդհանուր այս խոսքով ամբողջ խոսքի մասին է խոսում, խոսքի բովանդակությունը եւ ինչ ասում է զորությունը փրկելու համար ամեն հավատացողին։ Պարզա հասկանալի է։ Հիմա սա, երբ որ բովանդակությունից ինչ որ բան հանես, ինքը դառնալու է ծանր բեռ։ Եվ դա է ցուցիչը, դա է պատուղը, երբ որ քրիստոնյայի վրա ծանր բեռ բերեց, որովհետև բովանդակությունից կտրեց։ Այսինքն իր ավետարանը ի՞նչն էր Պողոսի, ասում է իմ ավետարանը, որ ես կարոզում եմ, դա Աստծո զորությունն է փրկելու հավատացողին։ Այսինքն ինքը ոնց որ հրեշտակը եկավ ասեց, ուրախ լուր եմ ավետում ձեզ, բարի լուր։ Ընդհանրապես ավետարան բարի լուր, տենց է, չէ՞, թարգմանվում, բարի լուր, նոր կտակարան, բարի լուր, ուրախ լուր, ասում եմ մեծ ուրախություն եմ ավետում ձեզ, որ պիտի լինի բոլոր ժողովրդին։ Այսինքն այդ տիրոջ ավետարանը, այդ մաքուր ավետարանը, փրկության ավետարանը, ինչի մասին խոսում ենք, դա բարի ու ուրախ լուր պիտի լինի մեր համար։ Շատ ճիշտ է եւ ես համաձայն եմ եւ ասում եմ ամեն։ Այո։ Բայց երբ որ գալիս է ինչ որ մի հատ ուրիշ ավետարան ու ասենք մեզանից էթումա ուրախություն, օրինակ ելնում է ծառայության ես մասնակցում, լավ է իր միջև այդ ծառայությունից հետո ախպեր ջան ուրախությունը տեթում է, մի տեսակ հավատքը ասում ես կոտրվում ես ավելի ես բեռնավորվում։ Ճիշտ է։ Էդի միթե տիրոջ ավետարաններ, միթե տիրոջ հոգիները տեղ այդ ծառայության մեջ էլի։ Այդ մասին Աբրահամ եղբայր խոսքս, որ մենք տիրոջ ավետարանը հասարակ, որով փրկվել ենք մի օր, թող այդ օծը չկարողանա մեզի խաբի։ Ու ես կոչ եմ անում հորդորում եմ իմ եղբայրներին, ավակ ծառայողներին, որ մենք շատ զգուշ լինենք, որ ինչքան էլ հա Տերը մեզ բարձրացնի, ավելի խորը տանի, չգիտեմ, երրորդ երկինք հասցնի Պողոսի պես, բայց այս ավետարանը, որով մենք փրկվել ենք, բարձ հասարակ, որի համար գինը արդեն վճարված է, ինձ պետք չի ես վճարեմ։ Գիտեք, շատ մարդիկ դրա համար չեն ուզում փրկության գալ, որտեվ իրանք պատկերացնում են, ոնց որ ես եմ պատկերացրել։ Հոգևոր կյանքը մի սենց, չգիտեմ, պարտականությունների սենց հավաքածու, չգիտեմ,
սահմանների մեջ ապրելա։ Ես մարդիկ մտածում են, ես չեմ կարա դա անեմ։ Ես էլ երբ որ Տիրոջ կանչը լսեցի իմ հոգուս մեջ, ես Տիրոջը ասեցի, Տեր, ես չեմ կարա քո հետևից գամ, որովհետև ես չեմ կարա այս բաները ապրեմ, ես պատկերացում ունեի արդեն հոգևոր կյանքի մասին։ Բայց երբ որ Տերը այդ բարի ուրախ լուրը բերեց իմ սրտի մեջ, ասեց լսի, ես եմ վճարե քո փրկությունը, դու արի իմ հետևից։ Ու երբ որ աշակերտները տեսան այն մանկությունից օրենքները պահող մարդուն, որը տրտմած հեռացավ, իրանց մոտ հարց ցակեց, բա ով կարող է փրկվել։ Հիսուսին հարցրին։ Հիսուսը պարզ այնտեղ սահմանում դրեց, ասեց մարդուն դա անկարելի է, բայց ամեն բան կարելի է հավատացողին, եւ ամեն բան կարելի է Աստծուն։ Այսինքն, այս փրկությանը վերաբերվող հարցին մենք պետք է շատ հստակ հասկանանք, որ մեր փրկությունը պայմանավորված է միայն Քրիստոսի արյունով եւ զոհով եւ իր կատարածով, ինչը որ ինքը արդեն վերջացրել է, ասեց կատարվեցավ։ Ամեն։ Ինքը կիսատ ոնց որ իր այն ինչը որ Տերը սկսում է, կիսատ չի թողնում, չի ասում կեսը ես անեմ, կեսը դու։ Շատերը հենց տենց էլ քարոզում են, Աստված իր բաժինը արեց, դու էլ քո բաժինը արա։ Ինչ բաժին, որն է մեր բաժինը։ Միթե մենք չենք հոգնե մեր բաժիններից։ Ես համաձայն եմ քո հետ։ Նորից համաձայն եմ։ Այո։ Ես հավատում եմ Աբրահամ եղբայր, որ Տերը իր գործը կատարյալ արել է, վերջացրել է։ Ու ոնց որ գաղատացիների մեջ, այնքան հիշում եմ, Փիլիպեցիների առաջի գլխում ասում է, որ հաստատ գիտեմ, Պողոս Արաքյանն ասում է, հաստատ գիտեմ, որ նա որ սկսեց այն բարի գործը ձեր մեջ, նա էլ ավարտին կհասցնի։ Չգիտեմ, այնքան կարիք ունենք այս հասարակ ճշմարտությունների, պարզ, երեխական։ Խեր Հիսուս ասում, երեխաների նմանվեք, որտեղ նրանցն է երկնքի արքայությունը։ Մենք էլի թող հասունանանք, չգիտեմ, զարգանանք, աճենք Տիրոջ կյանքի մեջ, բայց այդ հասարակ միամտությունը, որ ասում աղավնիների պես վրայով, այո, միամիտ եղեք, էսի չկորցնենք, էլի էսի շատ վտանգավոր է։ Շատ ճիշտ ես, ես համաձայն եմ եւ կուզեմ սա էլ ավելացնեմ, այն ավետարանը, որ քարոզվում է, որ դու լսում ես, եթե այդ ավետարանը անգամ քեզ հանդիմանում է, անգամ քո աշկերից կարող արդյունք բերի այդ ավետարանը, բայց իմացի, որ նրա նպատակը չի, որ քեզ կորցնի կամ սպանի կամ գցի քեզ հուսահատության կամ հուսախաբության մեջ։ Քրիստոսի ավետարանը միշտ իր մեջ ունի բժշկող, կառուցող, ներող, հոգևոր պտուղներով լցնող, առաջ տանող, զորացնող, փառավոր դարձնող հատկություն։ Եթե այն ավետարանը, որը քեզ կոտրում է եւ դրա դիմաց ոչ մի բժշկություն չի բերում, փախիր այդ ավետարանից։ Դու դա ես չի ասում։ Դու դա ես ասում։ Փախիր այն ավետարանից, որը կարա քեզ կոտրի եւ բժշկություն չբերի քո կյանքի մեջ։ Փախիր, դա Քրիստոսը չի, դա ուրիշ Քրիստոս է։ Դա կապ չունի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ, որովհետեւ Քրիստոսի ավետարանը ինքը ի վերջո բժշկում է եւ բարձրացնում է մեզ։ Եվ առավել ասեմ, Աստվածաճանաչողություն է բերում մեր կյանքի մեջ։ Ամեն, ես ասում եմ ամեն, եղբայր։ Եվ այդ որ դու ասում ես մեր բաժինը մենք ունենք անելու, մենք ունենք բան անելու։ Ես կասեմ, հա, ունենք անելու։ Եվ ավետարանը մեզ դա քաջալերում է, բայց բովանդակությունն է փոխվում։ Երբ որ քո վրա են գցում դա այդ քո ջանքերի վրա, բայց այստեղ խնդիրը սա է։ Այն խոսքը, որ մենք լսում ենք, ինքն է մեզ զորացնում, ինքն է մեզ մոտիվացնում անելու։ Խոսքը ասում է, եւ Աստված մեր մեջ ներգործում է կամենալ եւ անելը։ Տեսա՞ր, որ մենք չենք անում։ Ինքն է ներգործում, որ անենք։ Մենք չենք նախաձեռնողը անելու։ Այս իմաստով է, չէ՞ ասում։ Մենք չենք կարող նախաձեռնել ինչ-որ բան անել Աստծո համար։ Նա է մեր մեջ ներգործում եւ նա է մեզ անել տալի, որը մենք շատ սիրում ենք։
համաձայնված լինելով իր հետ։ Հալելույա։ Ամեն։ Մենք նախաձեռնում ենք շատ բաներ, բայց հիմնականում դրանք ցախողվում են։ Հիմնականում չէ, ընդհանրապես Ամեն, ցախողվում այո։ են։ Դա չի կարող։ Արդեն ցախողված է դա։ Համ մենք ենք հիասթափվում, համ մեր ուրեմն հետևից գալողներին են հիասթափեցնում։ Ես Աստծո գործը, որ մեր բաժինը ասում ես, օրինակ Հիսուսին հարց տվին, ասին ինչ անենք, որ Աստծո գործերը գործենք։ Ինչ անենք։ Լավ, մենք փրկվեցինք, հիմա մենք պիտի Աստծո գործերը գործենք։ Ինչ անենք։ Հիսուսը ասեց, ասեմ ձեզ ինչ անեք։ Աստծո գործը ինձ հավատալն է։ Հավատակ նրան, ումը որ հայրը ուղարկեց։ Արդեն դու Աստծո գործ ես գործ։ Հա, այսինքն Շատ օրինակ դերեցիք։ այդտեղ էլ ես չեմ տենում, որ Տերը բեռնավորում է մեզ, էլի։ Թեկուզ արդեն փրկությունից հետո մեր կյանքի մեջ չի բեռնավորում մեզ։ Օրինակ տեսեք Ռոմեացիների մեջ էլ 15-ի ուրեմն 18 խոսքն է։ Պողոս Առաքյալը գիտենք շատ աշխատել է Տիրոջ համար։ Ասում է, ես բոլորից շատ աշխատեցի, բայց ոչ թե ես, այլ Տիրոջ շնորհքը։ Տեսար, որ իր վրա չի գցում։ Հա։ Ու ստեղ էլ ես համարում եմ, տես ինչ ասում, ասում եմ, որովհետև ես չեմ համարձակվի մի բան խոսել, որը Քրիստոսը չգործեց ինձանով։ Հեթանոսներին հնազանդեցնելու համար, թե խոսքով, թե գործով։ Կատարելապես ինքը ամեն բան վերագրում է Տիրոջը եւ Տիրոջ շնորհքին։ Ամեն։ Այսի արդեն փրկության դռնով մտած ճանապարհ անցած մարդն է խոսում։ Մեծ բարձունքների հասած մարդն է խոսում, որ Տիրոջ շնորհքն արե, ես չեմ արե։ Ու այսի շատ կարևոր է, որ մենք այս ավետարանից չշեղվենք։ Ապրես, ամեն, իհարկե եղբայր։ Որտեղ նայ, ինչա Հիսուս ասում, սա է Աստծո գործը, որ հավատակ ինձ, չէ՞։ Ամեն։ Հավատանն էլ էլի մենք չենք ձեռնարկում։ Հավատանն են մեր կարողության մեջ չկա։ Ես չեմ կարող հավատամ։ Եվ Աստծո խոսքն է մեզ սովորացնում, որ դու չես կարող հավատաս։ Հավատքը պետքա ծնվի քո մեջ, խոսքի արդյունքում, որովհետև հավատքը լսելուց, լսել Աստծո խոսքից, այսինքն դու գործ ունես անելու։ Մենք որպեսի հավատանք, մենք գործ ունենք անելու։ Խոսքը սիրել, լսել եւ վերլուծել, որի արդյունքում մեր մեջ ձևավորվում է հավատք։ Այս սրա մասին է Հիսուսը խոսում։ Այդ ավետարանի խոսքը, որ դու միշտ սիրում ես քարոզել, ես քարոզների հիմնական հիմքը մեր մոտ է շատ դրան անդրադարձար, որ խոսքը հենց Տերը ինքն է։ Իհարկե։ Հենց այդ խոսքը, այդ կենթանի խոսքը, այդ ավետարանը դե Հիսուսը հենց խոսնա, չէ՞։ Իհարկե։ Հա, Հիսուսը եկավ ու ծնվեց մեր մեջ։ Այդ սերմերը, որ ցանվավ մեր մեջ, ասում նա կամենալով ծնեց մեզ, ուրեմն ավետարանի քարոզչությունով, չէ՞։ Հիմի այդ դրա մասին է խոսքը, որ դրանից չշեղվենք։ Այդ խոսքը, որ գալիս է, ինքն է մեր մեջ ծնում եւ հավատք, չէ՞։ Այո։ Եվ ինքը մեզ պահում է, ինքը մեզ զորացնում, մխիթարում, գործի մեջ է դնում, աշխատել է տալիս։ Այս խոսքից որ չշեղվենք։ Ամեն եղբայրս։ Ինքն է ու ժամանակ արդեն ավարտում է, հա, ոնց որ հասկացա։ Միտեղ էլ մեջ բերեմ։ Ուրեմն գաղատացիների մեջ Պողոս Առաքյալը շատ է իրանց այս մասին ոնց որ ասում, ուրեմն առաջի գլխի 6-րդ համարն ասում է զարմանում եմ, որ այսպես շուտով փոփոխվում եք ձեզ Քրիստոսի շնորհքի մեջ կանչողից դեպի ուրիշ ավետարանը։ Ասում է զարմանում եմ, էլի ոնց է այդպես շուտ շեղվում, էլի այդ Տիրոջ ավետարանից։ Ու գրած ասում է դու 3-րդ գլխի մեջ ասում է ով գաղատացին, ով կախարդեց ձեզ, որ ճշմարտությանը չնազանդեցիք։ Ասում է որ Հիսուս Քրիստոսը նկարագրվեցավ ձեր աչքերի առաջին խաչված։ Միայն կամենում եմ իմանալ օրենքի գործերից ընդունեցիք,
հոգին, թե հավատքի լսելուց։ Ուրիշ ավետարանը գաղատացիների համար դարձել էր լուրջ Հենց այդ Պողոս Արաքելը Գայթակղություն։ հուշում է, որ այդ ուրիշ ավետարանը, որը օրենքի մեջ է մցնում քեզ նորից։ Եթե այդ օրենքը չկատարես, չունես փրկություն։ Ասում է դա այդպես չի, Քրիստոսի խաչը մի մոռացի։ Նա է գին վճարել քո փրկության։ Դու օրենքով էլ չես փրկվելու։ Եթե թողես Քրիստոսի խաչը ու մտածես ինչ անեմ, որ փրկված լինեմ։ Ես բոլորին մեզ բոլորիս ոնց որ կոչ կանեմ կամ կցանկանամ կամ կխնդրեմ, որ Տերը ողորմություն անի մեզ իրական շեղվենք այդ Տիրոջ հասարակած ավետարանից միամտությունից, որով մի օր փրկվել ենք։ Ու այստեղ 5-րդ գլխի մեջ, երի գաղատացիների մեջ ասում է դուք խափանված եք Քրիստոսից, իրանք ուրիշ ավետարան էին ընդունել։ Այն ավետարանը, որով մենք մի օր փրկվել ենք, դա է ճշմարտությունը։ Դա է ճիշտը։ Մենք դրանից պետք է բռնվենք։ Ու Պողոսը դրա վրա է զարմանում, ասում է դու այդ ավետարանով փրկվակ, սկսեցիք լավ, ասում է լավ էիք սկսե, ով Հոգով սկսեցիք, հոգով սկսեցիք մարմնով վերջացնում եք։ Տերը թող ողորմություն անի բոլորիս, իրականում Քրիստոսի, ասում է, շնորհքից ընկած եք։ Մենք Քրիստոսի շնորհքից թող չընկնենք, որ ասում է զգուշ եղեք, որ մեկը Քրիստոսի շնորհքից երջմնացող չլինի, որ մի դառը արմատ չբուսնի եւ շատերը պղծվեն դրանով։ Այդ դառը արմատը հենց այդ սուտ ավետարանն է, որը գալի մեզ Քրիստոսի շնորհքից հետ է գցում։ Ու այնտեղ շարունակության մեջ ասում է, որ չլինենք ինչպես Եսավը, որ կամենում էր իր գործով ժառանգել օշնությունը, գնար որսաներ, չէ, աշխատեր, որ օշնությունը ժառանգեր հորից, որպեսզի չլինենք ինչպես Եսավը, այլ հավատքով Հակոբի պես մտնենք մեր օշնությունը վերցնենք, որը պատրաստված է Հիսուս Քրիստոսով խաչի վրա։ Ամեն։ Բոլորիս Ամեն։ Եվ երբ որ մենք ասում ենք Քրիստոսի շնորհքից ետ չմնալ, դա հենց նշանակում է, որ Քրիստոսի խաչի փրկագնությունը մեր առօրյա կյանքի մեջ միշտ ինքը պետքա լույսի պես վառվի մեր ներսում։ Պողոս Արաքելը ասում է, ես որ ուզում կամ ձեր մոտ, ուզում եմ տենամ ձեր մեջ Քրիստոսին այն խաչը ելած, որովհետև դա է գառանտիան մեր հոգևոր կյանքի զարգացման։ Այսինքն քո հիշողության մեջ միշտ պետքա լինի այս գաղափարը, որ Քրիստոսի խաչով ես փրկագնված եմ եւ իմ մեղքերը նրա խաչի վրա է գանված։ Նրանով ես մեռա եւ նրանով ես հարություն եմ առել։ Այս սա շատ խորհուրդ է։ Եվ եթե սրանից շեղվեց Քրիստոսի խաչի խորհուրդը մեր կյանքում կորցրեց իր իմաստը, մենք խաբված քրիստոնյաներ ենք։ Քրիստոսի խաչի խորհուրդը եթե կորցնի իր իմաստը մեր մեջ, մեր երկրպագությունն էլ ոչ մի արժեք չունի, մեր պաշտամունքը ոչ մի արժեք չունի, մեր կրոնական ոչ մի արարողություն, ամեն բան կորցնում է իր արժեքը, որովհետև ամեն բան պետքա պատտվի Քրիստոսի խաչի խորհրդի շուրջ, ամեն հարց մեր կյանքի մեջ։ Եվ սա է մեզ միշտ որ արթունապան։ Գիտեք ինչի, որովհետև եթե դու կորցնում ես Քրիստոսի խաչի խորհուրդը, դու կորցնում ես շնորհակալության գիտակցությունը, գոհության գիտակցությունը Տիրոջ նկատմամբ։ Ինչ շնորհակալություն, եթե Քրիստոսի խաչի խորհուրդը չկա իմ մեջ։ Ինչի համար ես շնորհակալ լինեմ։ Ինչի համար ես շատ ուրախ լինեմ։ Ինչն է ինձ ուրախացնելու, եթե Քրիստոսի խաչի խորհուրդը ես չունեմ, շեղվել եմ, կորցրել եմ այդ գիտակցությունը։ Էլ ինչն է ինձ ուրախացնելու հոգև, ինչն է ինձ փրկելու։ Ուրիշ Հիսուս պիտի գա որ խաչվի իմ համար։ Պողոս Արաքելը խոսում է, չէ՞ դրա մասին։ Էլ ինչ կարա ինձ փրկի։ Էլ ինչ կրոնական կյանքի մասին է խոսքը, եթե ես կորցրել եմ Քրիստոսի խաչի խորհրդի գիտակցությունս, իմաստը կորելա,
կորում է ամեն ինչ։ Եթե Պողոս առաքյալը ասում է թե Հիսուսը հարություն չի արել, մենք սուտ վկաներ ենք, կորավ ամեն ինչ։ Շատ շնորհակալ եմ Արթուր եղբայր, Տեր օրհնի քեզ շատ։ Եթե Ես էլ եմ շնորհակալ եղբայրս։ Եթե ինչ որ բան ունես ասելու, սիրով լսում ենք։ Եթե կոչ ունես, քո կոչով Այս որ սկսեցինք սկզբից այդ 11-ն երկրորդ Կորինթացիների ասում է որովհետև Աստծո ավետարանը ձրի ավետարանեցի ձեզ այդ գիտակցությունը ուղղակի մենք պետք է ունենանք որ այդ գինը վճարված Աստված կեսը չի մուծե կեսն էլ թողի մեր վրա էլի ասում է դու չարեք ձեր երեխեքին գիտեք լավ բաներ անել ասենք մենք մեր երեխեքի համար որ անենք կիսատ չենք անի ես կեսը մուծել եմ կեսը դու մուծա ասենք դա իսկ ասում է ես հայր եմ եւ երկնավոր կատարյալ հայր եմ ինքը գիտեմ իմ երեխեքին օշնել փրկել այս միտքն է Աբրահամ եղբայր որ Հիսուսն էլ սովորացրեց աղոթք անել ասում է այս վերջում այդ միտքը ունեցա երբ որ հարցերին ասին ոնց աղոթենք սովորեցրա ասում է որ աղոթք անեք սենց կաղոթեք հայր մեր այս միտքներ որ ամեն մեր աղոթքները պետք է այս գիտակցությամբ հոր եւ որդու գիտակցություն եթե ես մոտենում եմ շոր մի հատ ջղայն պապայի ջղայն Աստծո պատշող դա արդեն սխալ աղոթք է ըստ Հիսուսի սովորացրածի այնպես որ հորդորում եմ կոչ եմ անում բոլորիս որ մենք երբ որ գալիս ենք Աստծո առաջ այս գիտակցությունով գանք Հիսուսը տենց սովորացրեց որպես հայր այո ճանաչենք մեր հորը սենց սկսենք մեր բացահայտի քո հորը արդյոք նա քո հայրն է թե ոչ հարցն սա է հեթանոսներն են խնդրում Աստծուց չէ Հիսուս ասեց հեթանոսներն են խնդրում թե ինչ պիտի խմեն ինչ պիտի հագնեն ձեր աղոթքն պետք է նման լինի հեթանոսների աղոթքին չէ դրանք տարբեր բաներ են այնպես որ այո եղբայրս շատ շնորհակալ եմ շատ կարևոր թեմա էր այսպես դանդաղ հանդարտ ձևով գնաց բայց իրոք շատ զորավոր միտք ունի սա իր մեջ շատ կարևոր եղբայրս որովհետև գնալով ավելի է շատանում ուրիշ ավետարանները գնալով ավելի է շատանում եւ մեզ միշտ հորդորում ավետարանը որ արթուն լինենք եւ ուշադիր հսկենք մեր լսելիքներին թե ինչ ենք լսում արդյոք այն կարող է շեղել մեզ Քրիստոսի ավետարանից որի մեջ ներառում է Քրիստոսի խաչի դու բերեցիր ես ուղղակի հիմա ամփոփում եմ որը Քրիստոսի ավետարանը որի մեջ ներառում է Քրիստոսի խաչի փրկությունը մահվան ուրեմն գաղափարը եւ հարության գաղափարը եթե սա չկա դա Քրիստոսի ավետարան չի եթե սա չկա իսկ սա մեզ խոնարհացնում է նրա խաչի առաջ սա մեզ միշտ ձիգ է պահում միշտ ամեն անգամ որ լսում ենք հասկանում ենք ինչի պատճառով ենք փրկվել ինչ գին է վճարվել մեզ համար սա մեզ սթափեցնում է սա մեր մեջ շնորհակալության գիտակցություն է բերում եւ սրանից բխած են արդեն մեր գործողությունները դառնում մեր ընթացքը սրանից է բխում որ Պողոս առաքյալը ասում է որպեսի ես ճանաչեմ նրա հարության զորությունը ասում է որպեսի ճանաչեմ նրա հարության զորությունը Պողոսի ամբողջ քարոզչությունը պատտվում էր Քրիստոսի փրկագնության շուրջը խաչի փրկագնություն նա երբեք չէր շեղվում դրանից այնպես որ շնորհակալություն եղբայրս ես էլ եմ շնորհակալ սիրելի քույրս ու եղբայրս եթե հոգնել ես թե ինչ որ ծանրություն ես զգում ես որ հոգնած ես եթե զգում ես հոգնած ես Եսայա մարգարեն ասում է որ ընտիրները կընկնեն ուժեղները թուլությունով կթուլանան բայց Տիրոջը ապավինողները կգնան
կգնան եւ չեն հոգնի, կհոսեն եւ չեն վաստակի։ Սենց միտք եմ ունեցես խոսքից, որ հոգնածությունը Տիրոջը չապավինելու հետևանք։ Ինչ որ ուրիշ ավետարան է։ Հա, Բերել։ եթե դու սկսել ես չապավինել Տիրոջը քո բոլոր հարցերի մեջ, էդի կհոգնածնի քեզի։ Հաստատ։ Գիտես, ի վերջո ուրիշ ավետարանները քեզնից տանում են, Հա։ բայց Քրիստոսի ավետարանը քեզ տալիս է։ Այնպես որ շարունակենք ապավինել Ճիշտ է։ Հիսուսին, Ամեն։ որովհետև Հիսուսը գրվածա նույնն է, երեք, այսօր եւ հավիցյան։ Արտուր եղբայր, արժեր, որ դու գայր այդքան ճանապարհ կտրեիր Ռուսաստանից, եւ հենց սրա համար։ Շատ շնորհակալ եմ եղբայրս։ Շատ հզոր իրոք մաքուր ավետարան էր սա։ Ես հիմա ինձ լավ թեթևացած եմ զգում, քաջալերված, նորոգված, որովհետև նորից կրկնում եմ, Քրիստոսի ավետարանը միակն է, որը քեզ միշտ տալիս է, որը չէ, ասում ինձ հավատացողի փորից կյանքի ջրի գետեր պիտի բխեն, տվող ավետարանը, բայց ուրիշ ավետարանները ռեսուրսը այնքան է ցամաքացնելու քեզնից ոչինչ չի թողելու, որ մնա, եթե դու տրվեցիր դրա։ Սա համաձայնության նշան եղբայրս։ Եվ քո աղոթքով կխնդրեմ ավարտենք եթերը։ Հալելույա, փառավոր եւ զորավոր մեր Աստված։ Քեզ Տեր։ Շնորհակալ ենք քեզանից։ Քո փրկության համար, որ մի օր Տեր դու կամենալով մեզ ծնեցիր։ Օրհնյալ Տեր։ Դու նույնն ես երեք, այսօր եւ հավիցյան։ Խնդրում եմ բոլորիս համար, խնդրում եմ, որ քո բարի հոգին Տեր հսկի եւ պահի մեզ քո փրկության ճանապարհների մեջ Տեր։ Թող ոչ մի ուրիշ ավետարան չկարանա ներս մտնի մեր մեջ Տեր։ Այդ թույնը թող չկարողանա մեր մեջ տարածվի Տեր։ Անկամ եթե խայթեն էլ մեզ, ոնց որ խոսքիդ մեջ ասում ես, թող մեզ ոչինչ չվնասի Տեր։ Թող քո արյունը լինի մեր պաշտպանության գարանտը Հիսուս Քրիստոս, փառավոր մեր Աստված։ Շնորհակալ ենք, հավատում ենք, որ դու քո գործը լավ ես արել Տեր։ Հավատում ենք, որ դու քո գործը վերջացրել ես խաչի վրա, փառավոր եւ զորավոր Աստված։ Օրհնյալ լինես դու։ Շնորհակալ ենք, որ քեզանով ունենք փրկություն, քո արյունով մեղքերի թողություն։ Օրհնյալ Աստված։ Մեր ապագան, ներկան, անցյալը, ամեն բան հանձնում ենք քո սուրբ եւ հոգատար եւ զորավոր ձեռքերի մեջ, որը չի կարճացել մեզ փրկելու համար։ Ալելույա, ամեն։ Ամեն։ Փառքես Տեր։ Վաու, ինչ լավ առավոտ ունեցանք եւ շատ բնորոշ էր երկուշաբթի օրվանը այս թեման։ Այո, սիրելի քուրեր եղբայրներ, սա մարտահրավեր է յուրաքանչյուր քրիստոնյայի համար եւ ես հավատում եմ նրանք, ովքեր որ սիրում են Տիրոջը եւ հետևում են նրան իր խոսքին ճշմարիտ, նրանք ովքեր որ Աստծո որդիներ են, շատ լավ հասկացան թե այսօրվա թեման ինչի մասին էր։ Տերորնի Արտուր եղբայր, հաջողված պտղաբեր եղիր եղբայրես եւ օրհնված։ Շնորհակալ եմ։ Եկեղեցուն էլ բարևներ շատ կարոտել եմ բոլորին, որ գնաս մեր կողմից բարևի։ Այսպեսին էր մեր եթերը, քուրեր եղբայրներ, եւ առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մանրանաթա, Տերը շուտով գալու է։ Լինեք օրհնված։